Կամ թե Listen. TikTok-ը նոր ներբեռնելուց ու 10-15 կարճ տեսանյութ թերթելուց հետո իմ հեռախոսի էկրանին է հայտնվել այս ադրբեջանցին ու ինձ փորձում է համոզել, թե Արցախը երբեք էլ հայկական չի եղել, կա այսպես կոչված արևմտյան Ադրբեջան ու հորդորում է հունիսի 7-ի ընտրություններին ընտրել Նիկոլ Փաշինյանին։ Голосовать за Никола Воваевича Пашиняна. Կոչ եմ անում իմ 100 հազարավոր հետևորդներին քվեարկել Նիկոլ Վովաևիչի օգտին։ TikTok-ում գրեթե 300,000 հետևորդ ունեցող այս ադրբեջանցին չի ստում, թե Հայաստանում մեծ լսարան ունի։ Փաստորեն արդեն բավական ժամանակ առնվազն 2 տարի, որ մենք մեր տեսադաշտում եղել է, որ ինքը TikTok-ում ինչ-որ ռիլեր է անում, խոսում է հայերի հետ ինչ-որ քննարկումների մեջ է մտնում, նույնիսկ ինչ-որ սկանդալներ են եղել։ Հայտնի ադրբեջանցի պրոպագանդիստ է, ադրբեջանական գաղափարները առաջ տանող, ու ասեմ լավ հայտնի Սուտասան նաև։ Քամրան Ռազմովար անունով սուպեր ազ կեղծանունով այս բլոգերը գուցե քաչ հայտնի է նաև մեր հեռուստադիտողներից շատերին, եւ ահա Սուտասանի ու պրոպագանդիստի համբավից բացի այս տեսանյութով նաև կպականների քարոզիչ տիտղոսին է հավակնում։ Это сердцем решайте. Մտածեք, սրտով որոշեք, ինչ եք ուզում ձեր երեխաների համար։ Ավելի քան 100,000 դիտում ունեցող այս տեսանյութը նույնպես ուսումնասիրել է մեդիափորձագետ Արթուր Պապյանը։ Առանց որևէ հղումների ասում է հանրային կարծիքի ինչ-որ ուսումնասիրությունների մասին, այս կամ այն ուժերին տալիս է բավական չհիմնավորված ինչ-որ ցուցանիշներ, մեկին ասում է 2% ձայն ունի, մեկին ասում է 4% ձայն ունի, առանց ասելու դա այդ աղբյուրը, այդ ինֆորմացիան իրեն որտեղից։ Պապյանը մանիպուլյատիվ ազդեցության փորձի համար է մեղադրում բլոգերին։ Կոչ է անում քվեարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգտին, այս գործողությունը մեծ հաշվով որակվում է որպես արտաքին ապատեղեկատվական եւ մանիպուլյատիվ ազդեցություն Հայաստանի վրա։ Տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետի վերջին տվյալով Հայաստանում առնվազն 800,000 մարդ օգտվում է TikTok-ից։ Արդյոք TikTok-ի միայն հայաստանյան լսարանի համար է բլոգերը տեղադրել տեսանյութը։ TikTok-ի ալգորիթմը այդքան էլ թափանցիկ չէ, մենք չենք կարողանում հստակ տեսնել իր լսարանը ում է ուղված։ Բարձ է, որ նա բավական մեծ լսարան ունի հենց Ադրբեջանում, որտեղ թուրքերեն է խոսում, եւ այս իր վիդեոյի նպատակ այդքան էլ պարզ չէ։ Своим подписчикам еще раз. Իմ հետևորդներին կրկին խորհուրդ եմ տալիս քվեարկել Նիկոլ Վովաևիչի օգտին։ Այս ժողովրդին հորդորում է գնալ ընտրություններին եւ ընտրել հենց Նիկոլ Փաշինյանին։ Պատճառը թերևս բոլորիս էլ հայտնի է, Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի համար այնքան բան է արել, որ Ադրբեջանի պատմության մեջ որևէ ղեկավար սեփական պետության համար նման լավ բաներ չի արել։ TikTok-յան այս կարճ տեսանյութն էլ ընտրությունների ադրբեջանահաճո ելքի համար արված քայլ է անվանում Սարգիսը։ Նիկոլ Փաշինյանին կարելի է համարել նվեր Ադրբեջանին ու պարզավոր ադրբեջանցիները ամեն գնով փորձելու են նրա իշխանությունը պահպանել Հայաստանում։ Մեդիափորձագետը կարծում է ադրբեջանցու քարոզը կարող է հակառակ էֆեկտն ունենալ։ Իր կոնտենտը եւ առասարակ ադրբեջանական շրջանակների այս սիգնալները, ազդակները, որ իրենք ավելի կողմ են Փաշինյանին, քան այլ քաղաքական ուժերին, կրկին երկու ուղղվածությամբ կարելի հասկանալ, որ իսկապես իրենց ավելի ձեռնտու են Հայաստանի գործող իշխանությունները, եւ բ, որ իրենք փորձում են ինչ-որ մի կերպ նաեւ իրենց այդ գործողությամբ վնասել Հայաստանի գործող իշխանություններին։ Իսկ ով է ԿՊ քարոզչի տիտղոսին հավակնող ադրբեջանցի բլոգերը։ Իր TikTok-յան էջում նա ներկայանում է այս գլխավոր լուսանկարով։ Heydar Ալիևի կիսանդրոֆոնին նրան ինչ-որ մեդալ է շնորհում Մադադ Գուլիևը։ Գուլիևը Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալն է, Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախկին նախարարը։ Հայտնի չէ բլոգերը ռազմարդյունաբերական ձեռքբերումների, թե հանուն Ադրբեջանի անվտանգային քաղաքականության գործադրած ջանքերի համար է պարգևատրվել։ Ակտիվիստ բլոգեր Սարգիս Օհանջանյանը կասկած չունի, բլոգերն ադրբեջանական հատուկ ծառայությունների գրպանային պրոպագանդիստն է։ Չեմ կասկածում, որ հենց այնտեղի հատուկ ծառայությունների միջամտությամբ է նաև այս տեսանյութը եղել, որովհետև թե Բաքվում, թե Թուրքիայում միանշանակ հասկանում են, որ եթե այստեղ եղավ իշխանափոխություն, երբեք իրանք Հայաստանի Հանրապետությունից չեն ստանալու այն ամենը, ինչը որ գտա նրանց Նիկոլ Փաշինյանը առանց որևէ նախապայմանի։
Մեդիափորձագետը կարծում է, եթե անգամ Ադրբեջանի կառավարությունը չի ֆինանսավորում այս բլոգերին, առնվազն ակնհայտ է, որ նա գիտի ինչ խոսել, ինչ չէ։ Ես չեմ կարող նման, այսինքն դատողություններ անել, բայց մենք գիտենք, թե այս տիպի երկրներում ինչպես է դա աշխատում, այսինքն կա ինքնակրաքննություն, մարդը շատ լավ գիտի իր սահմանները եւ անում է այնպիսի կոնտենտ, որը հաճո է իշխանություններին, որպեսզի հետո տհաճությունների մեջ չընկնի, այսինքն գուցե ինչ-որ մեկը անմիջական ցուցումներ չի տալիս, բայց պարզ է, որ նա հստակ հասկանում է, որտեղից է փչում քամին։ Այն, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները կարող են անուղղակի ներգրավված լինել ՔՊ-ի եւ հատկապես Նիկոլ Փաշինյանի ընտրարշավում, ավելի հավանական է դառնում, երբ հիշում ենք Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի Փաշինյանին հայտնած աջակցության մասին, ասում է Սարգիս Օհանջանյանը։ Հաշվի առնելով Ադրբեջանը որպես պետություն, թե ինչպիսին է, նման ռոպագանդան չի կարող չվերահսկվել պետական ծառայությունների, հատուկ ծառայությունների կողմից եւ նա ինքնագլուխ նմանատիպ ռոպագանդա միանշանակ չէր կարող տանել։ Թուրքիայի արտգործնախարարը հունվարին տված հարցազրույցում Հայաստանում սպասվող ընտրություններից էր խոսել, ինչ որ սոցհարցումներ հիշատակել, որոնցով իբր թե առաջատարը Նիկոլ Փաշինյանն է եւ հայտարարել, որ իրենք աջակցում են Փաշինյանի Ֆիդանի բարերով կառուցողական դերին։ Հաշվի առնել, թե ով է իրենց ինչ քարոզում, տարբերել թացը չորից եւ գիտակցել մեկ բան, եթե մեզ կոպիտ ասած Ադրբեջանից են հորդորում ընտրել Նիկոլ Փաշինյանին, մարդիկ պետք է իրենք արդեն ենթադրություն կազմեն, հասկանան, թե ինչ նպատակով է դա արվում։ Վերլուծաբանները Քյամրանի տեսանյութը ադրբեջանական աջակցության առաջին ստորին մակարդակն են համարում։ Նա միակ ադրբեջանցի բլոգերը չէ, որ հայերին հորդորում է հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանին ընտրել։ Խորհրդարանական ընտրություններում կոչ եմ անում քվեարկել Նիկոլ Փաշինյանը օգտին։ Դեռ Բաքվի հեռուստաեթեր չի ասել Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների թեման։ Հայտնի չէ, ինչ կանխատեսումներ են փորձելու անել ադրբեջանցի այսպես կոչված կարծիքի առաջատարները եւ ընտրությունների ելքի մասին ինչ են փորձելու հրամցնել։ Ադրբեջանագետները սակայն հիշեցնում են, այդ երկրում ցանկացած խոսափողից ուրիշի շուրթերով Ալիևի բառերն են հնչում։ Ալբերտ Սերոփյան, Նորայր Շարբաթյան, Աշոտ Մնոյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր Կիրակի։